Սիրելի հայրենակիցներ, պարտադիր բժշկական ապահովության համակարգի ներդրման անորոշությունները փորձում են քողարկել։ Հեղափոխական բարեփոխումների անվան տակ իրականում առաջացնում են լրացուցիչ մի շարք խնդիրներ բազմազան մեր հայրենակիցների համար։ Մասնավորապես 65 եւ ավել տարիքային խմբի մեր հայրենակիցները շուրջ 111,000 հիմա են օգտվում անվճար բժշկական ծառայություններից պետական ֆինանսավորմամբ։ Այս ծառայությունների ցանկն էլ հստակ ամրագրված է գործող օրենսդրությամբ։ Իսկ այս համակարգի պատասխանատու նախարարը պնդում է իբրև թե պարտադիր բժշկական ապահովության մեջ նոր ընդգրկում են 65 եւ ավել տարիք ունեցող 400,000 քաղաքացիներ։ Առանց հաշվի առնելու, որ այդ 400,000-ից արդեն 111,000-ը փաստացի օգտվում են անվճար բժշկական ծառայություններից։ 0-ից 18 տարեկան շուրջ 700,000 քաղաքացիներ ներկայումս օգտվում են անվճար բժշկական ծառայություններից, սակայն այս փաստը ևս ներկայացվում է իբրև նոր ձեռքբերում պարտադիր բժշկական ապահովության ներդրման շրջանակներում։ Նոր ներդրվող ապահովագրական համակարգը ունի մի շարք բժշկական ծառայությունների գծով սահմանափակումներ, որոնք առկա չեն ներկայիս գործող անվճար բժշկական օգնության շրջանակներում։ Օրինակ, սոնոգրաֆիան ծառայությունից կարող են օգտվել տարեկան 1 անգամ նոր օրենքով։ Արգելվում է կամավոր ապահովագրություն այն խումբ անձանց համար, որոնք ընդգրկված չեն այս ցանկում։ Տարեկան 2 անգամից ոչ ավել կարող են ուղեգրվել նեղ մասնագետների կողմից ստանալով նրանց բժշկական խորհրդատվությունները կամ բուժումները։ Առողջապահության նախարարի կողմից հաշվի չառնվել նախարարության ՊԱԿ-ի թվով 100 աշխատակիցների կրճատման փաստը։ Հերթագրման գործընթացը իրականացվում է 6 ամսվա ընթացքում։ Մեր սիրելի արցախցիների մասին խոսք չկա այս բերվող նախագծով օրենքում։ Փաստորեն այս հանգամանքը առաջ է բերում քաղաքացիների մի շարք խմբերի համար նոր խնդիրներ, սահմանափակումներ, իսկ նոր ընդգրկվողների համար լուծումներն առավել թվացial են, քան իրական։